Բայց ահա մեր գործընկերը, մեր ընկերը Նարեկը Սամսոնյան կալանավայրում է, որովհետև վիրավորվել է իրեն վիրավորած Ալենի ինքնասիրությունը։ Մենք նաև ասենք, որ այն ջնդոյի էդո էր, ինչ էր, նրա նկատմամբ էլ որևէ տեղեկություն չկա քրեական գործի հետ կապված, որ ուղիղ բռնության կոչ էր անում ամենայն հայոց հայրապետի նկատմամբ։ Հիշում եք, Գառնիի հետ իրանց արարողության ժամանակ։ Էսա իրական Հայաստանի ժողովրդավարությունը այդ ցիլինդրով մարդը որ խոսում է, էսա։ Եվ ես ուզում եմ ԱՄՆ դեսպան։ ԱՄՆ դեսպանը գնաց, այսօր արդեն ոնց որ թե հաջողություն ԱՄՆ դեսպանին ամենայն բարիք։ Հուսով ենք, որ հաջորդ դեսպանը կլինի ականջները բաց։ Ասեմ, չէ, ես այնտեղ քանի որ որոշակի ես շատ լավ եմ հիշում Վենսի ելույթը Մյունխենում մի տարի համարյա անցավ փետրվարի 10 քանիսին։ Հա, փետրվարին էր առաջի որը որ այդ կեղծավորությունը եվրոպացիներից են շփփցրեց դեմքներին։ Հենց առաջի հերթին խոսքի ազատության մասով։ Այ ես Երանի եմ կանչում, որ Վենսի քաղաքական գծի հետևորդ որևէ մեկը գա, ու թե շարունակողը այլ այդ նույն գծի մեջ, այլ ոչ թե կեղծավոր մարդիկ էստեղ այդ գործառույթը իրականացնեն, որը որ իսկապես այդ սևը սև եւ սպիտակը սպիտակ անվանելու այսպես իրավիճակ ստեղծել։ Իդեպ այդ միջազգային կազմակերպությունների եւ նաեւ Ամերիկայի պետդեպի զեկույցները, այսինքն 25 տարվա, 25 թվական գարնանն են լինելու եւ չի բացառվում, որ այդ զեկույցներում տարեկան այս ամեն ինչը տեղ գտնի։ Ամեն դեպքում Human Rights Watch-ի եւ Amnesty International-ի մասով իմ կարծիքով բավականին նյութ լինելու է, իրանք էլ ըստ էության կաշկանդված չեն եվրոպական կառույցների քաղաքական ուղեգծով եւ այս մասով ես կարծում եմ պիտի լինի։ Նույնը ԱՄՆ պետդեպը։ Ես ուզում եմ վերադառնալ Նարեկի դեպքին, հիմա տեսնենք թե Նարեկի վերաբերյալ վերաքննիչ դատարանն իր պաշտոնական որոշման մեջ ինչա գրել։ Ես ցիտում եմ Վերաքննիչ դատարանի համոզմամբ Նարեկ Սամսոնյանի հավանական ոչ իրավաչափ վարքագիծը կարող է չեզոքացվել կալանքին այլընտրանք հանդիսացող իրավունքների առավել նվազ սահմանափակումների ենթադրող այլընտրանքային խափանման միջոցի տնային կալանքի կիրառմամբ։ Ուրեմն հիշեցնեմ, որ այս որոշումը վերաբերում է նոյեմբերի 14-ին կայացված որոշմանը։ Այդ ժամանակվա դրությամբ իսկ հիմա ռիսկերը էլ ավելի են նվազել, որտեղ Վերաքննիչ դատարանը ասել է, որ Արաչիացյանի դատարանը սխալ է։ Շարունակեմ իր բառերը ասեմ։ Շարունակում եմ, ցիտատը Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Արաչիացյանի դատարանը առանց համակցված գնահատման ենթարկելու Նարեկ Սամսոնյանի օրինական վարքագիծն ապահովող եւ դրան խոչընդոտող բոլոր հանգամանքները վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերում արկա փաստական տվյալների լույսի ներքո ոչ իրավաչափորեն եզրահանգել է, որ կալանավորման նշված նպատակները ամենախիստ խափանման միջոց կալանքի կիրառումը թույլատրելի համարելու համար արկա են։ Իսկ ոչ իրավաչափորեն է ասել, որ արկա են։ Եվ շարունակել է, ասում է, հեսա, Արաչիացյանի, այս ցիտատն էլ վերեմ, Արաչիացյանի դատարանը առանց պատշաճ գնահատման ենթարկելու Սամսոնյանի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի ռիսկերը հանգել է հակառակ եւ վերաքննիչ դատարանի գնահատմամբ սխալ հետեւության, ինչի արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որը հանգեցրել է Սամսոնյանի իրավունքների սահմանափակման։ Ու այսքանից հետո այդ մարդը շարունակում է բանտում գտնվել, ում մեղքով։ Այսինքն տեսեք, պետությունը արձանագրում է իդեմս վերաքննիչ դատարանի, որ Նարեկ Սամսոնյանի իրավունքները ուղիղ խախտվել են, ուղիղ արձանագրում է վերաքննիչ դատարանը, բայց Նարեկ Սամսոնյանը պատշիմուտ է գտնվում է բանտում։ Ավելի բան հասկանալի էլի հերոստատիտողի համար։ Բացատրենք։ Վերաքննիչ դատարանն ասում է, որ նոյեմբերի 14-ից Նարեկ Սամսոնյանը ոչ թե բանտում պիտի լինի, այլ տանը, հա, այդ շատ լավ։ Ինչի, որովհետև Վճռաբեկ դատարանը մեկ այլ քաղաքական գործով, կարող եք Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ գործով, որը ձեզ ավելի հայտնի է Աշոտ Փաշինյանի այդ առևանգման գործով, այո, էլի քաղաքական գործով, ուրեմն մի իրավական դիրքորոշում է հայտնել, որը որքան հասկանում եմ, այդ վստահ չեմ կարող ասել, բայց որքան հասկանում եմ, նաև կարգապահական այսպես վարույթների կամ չգիտեմ, ամեն դեպքում կարգապահական ապահովման էլ է ենթարկվել եւ վերաքննիչ դատարանում պրակտիկա է ձևավորվել, ինչի մասին, որ եթե գործը մտավ դատարան, դաժե դատարանը վարույթ չընդունեցել, գործը ուղարկեցին դատարան, վերջ,
ուրեմն դու չես կարող մարդուն ազատ արձակել։ Կարող ես ասել, որ հա անօրինական էր ոնց որ ստեղը ասվել, բայց ազատ արձակել չես կարող։ Դա ուղղակի խայտարակություն է։ Վճռաբեկ դատարանի այդ դիրքորոշումը, որի հիման վրա այս պրակտիկան դու ուղղակի մենակ Նարեկ Սամսոնյանին չի կարող վերաբերի։ Կարող վերաբերի ցանկացած քաղաքացու։ Այսինքն հենց քննիչը օրինակ այս ճանապարհինի բանա անում եւ պարզավոր դատավորը, որը որ նորմալ դատավորը, լավ, այսպես ասենք, կամ իր գործունեությունը հարգում է կամ իրավաբանությունը հարգում է։ Դա չի կարող չարձանագրել իրավունքի խախտում, վրազ գործը մտցնում են դատարան, որ վերաքննիչ դատարանը ստիպված լինի, ասել կներեք, ես չեմ կարող ազատ արձակել, բայց հիշեցնենք, որ Արաչյացյանի դատարանի որոշումը գործում է մինչև հունվարի 13-ը, քանի դեռ մինչև հունվարի 13-ն նաև նոր որոշում չի կայացվել կալանքի մասին, այս որոշումն է ուժի մեջ։ Այսինքն մեզ զրկել են վերաքննության հնարավորությունից, որովհետև մենք երբ որ դիմել ենք վերաքննիչ դատարան, մենք չենք դիմել որպես գիտա գործնական կամ ինչ են, գիտա հետազոտական, միտա հետազոտական, մատ ասենք Ժորժ ջան, մաթ կարող ասեք, մեր իրավունքները խախտվել են, թե չէ, այ շնորհակալություն խախտվել են։ Խորհրդատվական եզրակացության համար չենք դիմել, մենք մեր իրավունքը պաշտպանենք, կիրառելի որոշում ստանալու համար ենք դիմել։ Իրավունքի խախտումը արձանագրելու եւ այն վերականգնելու, մինչեւ խախտում եղած վիճակը վերականգնելու համար ենք դիմել։ Եւ այս, տեսեք, ես քիչ եմ սիրում բան անել, բայց մի քիչ գուցե անհամեստություն էլ անեմ։ Ես 2007-ից մինչև 2013 թվականը Վճռաբեկ դատարանում եմ աշխատել եւ իր ճանաչողները գիտեն ինչ դիրք եւ դեր եմ ունեցել Վճռաբեկ դատարանում։ Լուսահոգի Դավիթ Ավետիսյանի աշխատակազմում քրեական պալատում։ Այսօրվա դատավորներն էլ գիտեն ինչ դեր եմ ես ունեցել այդ ժամանակահատվածում։ Եվ այն ժամանակ դատավորների համար հեշտ չէր կայացնել որոշումներ, որոնց դատախազություններ հաճախ դեմ լինում, քննչականներ դեմ լինում։ Ինչը էլի տրամաբանական է, որտեղ ցանկացած դատախազություն, ցանկացած քննչական ուզում է, որ իր հնարավորությունները շատ լինեն, մարդու իրավունքները քիչ լինեն։ Բայց մարդիկ կռիվ տալով մեր բոլորի իրավունքներն են ընդարձակում։ Ասլան Ավետիսյանի վերաբերյալ որոշում, Գագիկ Միքայելյանի վերաբերյալ որոշում, Վահրաձյանի վերաբերյալ եւ բազմաթիվ այլ որոշումներ։ Դե ձեզ թվում է դա իրավաբաններին եմ ասում, պարզավոր դա հեշտ էր, չէ։ Մինչև հիմա 2008 թվականի, 9 թվականի այդ որոշումները դատարաններում ցիտվում են եւ մարդու իրավունքների համար են օգտագործվում։ Լավ, հիմա ձեզ ինչ հնարավորություն է։ Իսկ այսօրվա Վճռաբեկ դատարանը, որ, չգիտեմ, այն ժամանակ սանտիմետր մարդու իրավունքները ընդարձակվում էին, հիմա մի ամբողջ իրավունք, տեսեք, այս Վճռաբեկ դատարանի որոշման պատճառով, որը որ դրվել է այս որոշման հիմքում, մարդը զրկվեց իր ընտանիքի դեկտեմբերի 29-ին իր ընտանիք վերադառնալու հնարավորությունից։ Դեկտեմբերի 29-ին մինչև նոր տարի։ Բայց դրա պատասխանը ով է տալու։ Ու ամենավատը, հիմա կարդում է, տեսնում է, որ ինքը ճիշտ էր, այսինքն իրան չպետք է կալանավորեին, բայց ինքը շարունակում է բանտում գտնվել։ Վճռաբեկ դատարանի տրամաբանությունը ես չգիտեմ դաժե ինչ բառ ասեմ։ Ուրեմն տեսեք, ասում է դե չես կարող, որտեվ արդեն գործը որ փոխանցվել է Արաչյացյանի դատարան, փուլային կառուցվածքը խախտում եք։ Տեսեք, ուրեմն սահմանադրության մեջ բարձրագույն արժեքը քրեական դատավարության փուլային կառուցվածքը չի, այլ մարդու իրավունքն է։ Փուլային կառուցվածքը։ Դասենք այս ում մտքով է ձևակերպում անցել, շատ հետաքրքիր է։ Սա որպես քրեական դատավարության մասնագետ եմ ես ասում նաև։ Մարդ որ 23 տարի համասարանում դասավանդում է։ Ու եթե իմանամ իմ ուսանողներից որևէ մեկն է եղել այս ձևակերպման հեղինակը, վայն եկավ տարավ։ Ոտ։ Իամոթ ինձ ասեմ, էլի, որ իրան թույլ է տվել ձևակերպում, մարդու իրավունքը որ բարձրագույն արժեք է, ստորադասել քրեական դատավարության փուլային կառուցվածք, այդ ի՞նչ է։ Այդ աստվածաշնչյան ճշմարտությունն է, չէ՞։ Այն ժամանակ ասում ոչ թե մարդն է օրենքի համար, այլ օրենքն է մարդու համար։ Լավ, հիմա այս պահի դրությամբ Նարեկ Սամսոնյանի եւ փաստաբանների իրավունքների համար կռիվ տվող Քավորի համար ինչ ելք է մնում, ինչ ճանապարհ է մնում։ Վաղը չեմ իսօր առաջի հարցերից մեկը որ պետքա քննարկվի ամսի 9-ին մենք հայտարարեցինք ժամը 2-ին մասիվի դատարան։ Այդ հարցը պետքա քննարկվի եւ այս ամեն ինչը մենք ներկայացնելու ենք դատարանին, ասենք հարգելի դատարան։ Հələ մի հատ վերցանեք հասկանա։ Վերաքննիչ դատարանը սևով սպիտակի վրա արձանագրել է, որ խախտում կա։ Ամսի 13-ին նոյեմբերի այս մարդը չպետք է բանտ գնար, այլ պետքա տուն գնար։ Դրա հետ էլ համաձայն չենք։ Մենք գտնում ենք, որ ոչ էլ պետքա տնային կալանքի տակ, դա չի հարցը։ Առավել եւս հիմա նվազել է ռիսկերը։
Բայց այս մարդը ինչի է 2 ամիս անցկացրել բանտում։ Ինչի իր մանկահասակ երեխեքի հետ չի դիմավորել նոր տարին։ Ինչի։ Ու այդ հարցը մենք բարձրացնելու ենք։ Որտեվ Ալեն Սիմոնյանը բանա ընդ որում ոչ թե որպես քաղաքացի Ալեն Սիմոնյանը, որպես ազգային ժողովի նախագահ դիմել է քննչական մարմնին, դրանով կաշկանդելով քննչական մարմնի գործողությունները։ Իդեպ այս նրբության մեջ մի հատ տեղավորվենք, էլի հարգելի փաստաբաններ։ Ինչու է նա որպես ազգային ժողովի նախագահ դիմել, այսինքն այո, դրանով նաև կաշկանդելով։ Ինչու որպես քաղաքացի չի դիմել, ինչու է անպայման ընդգծել իր որ գործողության արդյունքում է ինքը բացահայտել, որ հանցագործություն է տեղի ունեցել։ Խնդրում եմ այս նյուանսների մեջ մտնենք, եթե կարելի է։ Որ Սյուզին հարցեց այն վիրավորանքի գործերը հիշեցի, որ Նիկոլ Փաշինյանի վիրավորանքի գործերով քրեական գործերը հարուցում էին, այ մարդիկ ասում էին, բա ուր է տուժողը, էլի բերեք, կարող է այդ մարդը չի վիրավորվել, ասում են դուք ոչ թե Նիկոլ Փաշինյանին եք վիրավորել, այլ վարչապետի ինստիտուտն եք վիրավորել։ Իդեպ ես հատուկ ուզում եմ ասեմ, դա Արտուր Դավթյանի գլխավոր դատախազության օրոք էր, այդ իրանց ձևակերպումն է։ Ինստիտուտն են վիրավորել, тоже мне։ Լուսահոգի Արմենի գործով կար կալանավորված մարդ, Արմենն էր, բայց չկար վիրավորված անձը։ Այնքան ասել էր, այ գյումրեցիներ, հո դուք թուրք չեք, որ ընտրել եք նորից ԿՊ-ին, այ այդ հոդվածով կարար դուժող չլներ։ Չկար նաև բողոքող անձը։ Ստեղ Չկար նաև բողոքող անձը։ Բողոքող անձ էլ պետք չէր այդ գործի համար։ Բայց օրինակ ես այդ օրինակն եմ միշտ բերում Էդգար Ղազարյանի գործը։ Չէ, Արմենի գործը լրիվ ուրիշ բան կար։ Այն ժամանակ օրենքը ուրիշ էր, իրանք ստիպված քաղաքական հիմք չէին կարա դնեն, ազգային էլ չէին կարա, որտեվ դրա համար ստիպված մոգոնեցին ներազգային հիմքը ու գյումրեցի հանդիսացող Արմեն Գրիգորյանին դատեցին գյումրեցիների նկատմամբ ատելություն աբսուրդի աշճանը։ Մենք էլ տարանք ապացույց ասեցինք, տեսեք մի շաբաթ հետո էլ նույն քաղաքական պատճառներով գյումրեցիներին գովում, ասում ապրեք, որ Նիկոլ Փաշինյանին բանին չեք դա տեսեք, դա քաղաքական է եւ անգամ դատարանը դա չդրեց նույնիսկ չնշեց ապացույցների մեջ մեր բերած ապացույցը։ Վերաքննիչ դատարանն էլ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա։ Այս գործը ես ասել եմ, մի հատ էլ ասեմ, ես վճռաբեկ բողոքը պատրաստել եմ բացառիկ հիմքերով։ Սպասում եմ այն օրը, երբ որ այս դատական համակարգը ձերբազատվի նիկոլական էս խայտարակ քաղաքական ճնշումից եւ ազատ լինի, հաջորդ իսկ օրը ես դա ներկայացնելու եմ։ Մենք կտեսնենք, թե դատարանը ինչ դատողություններ անելու։